Երանի նրան, որ ճաշ կուտի Աստծո արքայության մեջ։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր մեր ընթերցանությունը վերցված է Ղուկասի ավետարանից, որտեղ Հիսուս Քրիստոս մեզ մի հետաքրքիր առակ է պատմում Աստծո արքայության մասին։ Նա ասում է, թե մի մեծ արուստ է լինում, ով մեծ խնջույք է կազմակերպում, եւ երբ արդեն ամեն ինչ պատրաստ է լինում, իր ծառային ուղարկում է, որպեսզի բոլոր հրավիրյալներին կանչի ընթրիքի։ Բայց երբ ծառան գնում է եւ կանչում է մարդկանց, նրանք հրաժարվում են։ Ավետարանը մեզ 3 պատճառ է բերում։ Ասում է, առաջինը ասած, թե տարածք եմ գնալ եւ պիտի գնամ այդ տարածքը տեսնելու։ Երկրորդը, թե եզներ եմ գնալ եւ պիտի գնամ այդ եզներին փորձելու։ Եվ երրորդը, թե կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ, ամուսնացել եմ, դրա համար էլ չեմ կարող գալ։ Եվ այս տանուտերը բարկանում եմ եւ իր ծառային հրամայում է, որպեսզի նա գնա եւ ինչքան խեղանդամ, կույր, տկար մարդ կտեսնի, բոլորին հրավիրի ընթրիքի։ Եվ ծառան անում է այդպես, եւ բոլոր այդ խեղանդամները գալիս են եւ մասնակցում են ընթրիքին։ Եվ տանուտերը ի վերջո բարկացած ասում է, թե բոլոր նրանք, ում ես հրավիրել էի, իմ մոտ ճաշ չեն ուտելու։ Այս պատմությունը Հիսուս Քրիստոս մեզ պատմում է բացատրելու համար Աստծո արքայությունը։ Բայց նախքան դրան անդրադառնալ, եկեք հասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ Նախ ըստ հրեական օրենքների, երբ որևէ մեկը խնջույք պիտի կազմակերպեր, 2 անգամ էր հրավեր ուղարկում մարդկանց։ Նախապես ասում էր, թե այսինչ օրը նախատեսվում է ընթրիք, եւ երբ նրանք համաձայնում էին, երբ ընթրիքը պատրաստ էր լինում, երկրորդ անգամ էր հրավեր ուղարկում իր ծառայի միջոցով, որպեսզի գնար ծառան եւ այդ մարդկանց ասեր, որ ահա ընթրիքը պատրաստ է, կարող եք համենալ։ Հետևաբար բոլոր նրանք, ովքեր որ այդ օրը պիտի գային ընթրիքին, նախապես համաձայնել էին, նախապես ասել էին, որ պիտի մասնակցեն խնջույքին։ Բայց երբ գալիս է օրն ու ժամը, նրանք բոլորը հրաժարվում են։ Եվ տեսեք, թե ինչ զավեշտալի պատասխաններ են տալիս։ Առաջին ասում է, թե տարածք եմ գնել եւ պիտի գնամ այդ տարածքը տեսնեմ։ Եվ կարելի է ուղղակի հարց տալ. միթե դու տարածքը գնալուց առաջ տարածքը չես տեսել։ Երկրորդը ասում է, թե եզներ եմ առել եւ պիտի նրանց փորձեմ։ Կրկին դու եզներ ես առնում առանց փորձելու դրանց, այսինքն չգիտես թե ինչ ես գնում։ Եվ երրորդը, թե կին եմ առել, այսինքն անձնական պատճառ ունեմ, ամուսնացել եմ, ուրախության մեջ եմ եւ չեմ կարող քո ուրախությունը կիսել։ Միթե լավ չէ լինի, եթե կնոջդ հետ միասին մասնակցեիր այդ խնջույքին եւ ձեր երկուսի ուրախությունը կմեկտեղվեր։ Բոլորդ միասին ուրախություն կունենայիք։ Բայց այս մարդիկ հրաժարվում են եւ երբ մենք տեսնում ենք այն պատճառները, թե որոնցով են նրանք հրաժարվում, հասկանում ենք, որ դրանք բացարձակապես էական պատճառներ չէին։ Այդ տարածքը արդեն գնել ես, կարող ես եւ վաղը ստուգել։ Եզներին արդեն գնել ես, կարող ես եւ վաղը նայել։ Արդեն ամուսնացել ես, ամբողջ կյանք պիտի միասին լինեք։ Ինչն էր ձեզ խանգարում, որպեսզի դուք գայիք եւ մասնակցեիք այդ խնջույքին։ Ինչն էր ձեզ խանգարում, եթե ոչ միայն ձեր ցանկության բացակայությունը։ Եթե ցանկանայիք, կգայիք եւ խնջույքին կմասնակցեիք։ Բայց նախքան այս առակը պատմելը, ավետարանը ասում է հետեւյալ տողերը. Երանի նրան, ով Աստծո արքայության մեջ ճաշ կուտի։ Եվ ապա այդ տողերից հետո Հիսուս Քրիստոս պատմում է այս առակը բացատրելով հրեաներին, որ դուք բոլորը ցանկանում եք Աստծո արքայության մեջ ճաշ ուտել։ Բոլորդ Աստծո թագավորությունն եք ցանկանում, հավիտենական թագավորությունն եք ցանկանում, բայց ահա Աստծո արքայությունը եկել է։ Հիսուս Քրիստոս եկել է, եւ դուք բոլորդ աննշան պատճառներ առաջ քաշելով հրաժարվում եք Աստծո արքայությունից եւ հրաժարվում եք Հիսուս Քրիստոսից։ Վերջում Հիսուս Քրիստոս ասում է, թե տանտիրոջ բերանով, թե այդ հրավիրվածներից եւ որևէ մեկը իմ տանը ճաշ չի ուտի։ Հետևաբար, քանի որ դուք մերժում եք Հիսուս Քրիստոսին, Հիսուս Քրիստոսի արքայության մեջ դուք տեղ չեք ունենա։ Բայց երբ այս հրեաները հրաժարվում են, այս մարդիկ հրաժարվում են Աստծո արքայությունից, Հիսուս Քրիստոսի արքայությունից, տանտիրոջ առակի մեջ տանտերը իր ծառային ուղարկում է, որպեսզի այդ ծառան բերի ընթրիքին բոլոր խեղանդամներին, կույրերին, տկարներին, կաղերին, եւ նա այդպես էլ անում է եւ նրանք գալիս են։ Այս տկարները ի տարբերություն հրեաների հեթանոսներն էին։ Նրանք էին, ովքեր չէին ճանաչում Աստծուն եւ դրանով իսկ արդեն կույր էին։ Նրանք, ովքեր ճանաչում էին Աստծուն, Աստծո հետ դարավոր շփման մեջ էին, հրաժարվեցին Աստծուց եւ Աստված նոր ժողովուրդ ստեղծեց իր համար։ Քրիստոնեական ժողովուրդ ստեղծեց։
քրիստոնեություն հաստատեց այն մարդկանց թագավորությունը, որոնք թեև կույր էին եւ կաղ էին իրենց տկարության, մտավոր եւ հոգեվոր տկարության պատճառով, այդուհանդերձ ընդունելի դարձան Աստծո համար եւ մտան Աստծո արքայությունը, մտան Հիսուս Քրիստոսի համայնքը, մտան Հիսուս Քրիստոսի եկեղեցին, որը Հիսուս Քրիստոսը հիմնադրել էր։ Այսօր մենք այդ տկարներն ու կաղերն ենք, որ մտել ենք Աստծո արքայություն, մտել ենք Հիսուս Քրիստոսի եկեղեցի եւ այնտեղ ճաշակում ենք Հիսուս Քրիստոսի մեզ մատուցած ճաշկերույթը, նրա մարմինն ու արյունը, որ ամեն անգամ պատարագների ժամանակ մեզ մատուցվում է։ Այո, մենք այդ խնջույքի մեջ ենք, բայց մենք էլ կանգնած ենք ամեն օր ընտրության առաջ։ Այսօր մենք պիտի գնանք եւ այդ խնջույքին պիտի մասնակցենք, Աստծո պատարագը, Աստծո զոհաբերությունը պիտի ընդունենք, թե այսօր մենք պիտի ասենք, թե տարածք եմ գնել եւ զբաղված եմ։ Եզներ եմ առել եւ պիտի նրանց փորձարկեմ։ Ուրախություն ունեմ, Տեր, եւ չեմ ցանկանում իմ ուրախությունը քո հետ կիսել։ Հիսուս Քրիստոս, մեր Տեր եւ Փրկիչը, մեզ հրավիրում է իր խնջույքին։ Մեզ հրավիրում է իր տուն մուտք գործել եւ իր տան անդամը լինել, իր մարմնի եւ արյան հաղորդությամբ։